էջը, Microsoft Excel դասընթացներ, որի հղումը տրված է այս ֆայլում հետևյալ հասցեով, էջն ունի ավելի քան 10,000 հետևորդ, Facebook-յան մեր խումբը, Excel-իստ ակումբը, որն իրենից բավականին աշխուժ մասնագիտական ֆորում է ներկայացնում, որին կարող եք միանալ հետևյալ հղումով, ինչպես նաև YouTube-յան մեր ալիքը, հետևյալ հղմամբ, որն ունի մոտ 50,000 դիտում, մոտ 70 տեսահոլովակ և մոտ 600 մշտական բաժանորդ։ Այսօր մենք կխոսենք Excel-ի հիմունքների մասին։ Excel-ը դասվում է աղյուսակային խմբագիր ծրագրերի դասին, անգլերենում Table Editors, ռուսերենում Redactor Tablets։ Ինչպես Word-ը տեքստային խմբագրիչ է, այնպես էլ Excel-ն էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ է։ Էլեկտրոնային աղյուսակները ունեն նպատակ օգնելու, հեշտացնելու մեծաքանակ տվյալների ներմուծումը, պահպանումը, փոփոխումը, վերլուծումը, ամփոփումը, հաշվառումը, ինչպես նաև բազմազան հաշվետվությունների ստեղծումն ու տարածումը։ Նմանատիպ ծրագրերի շարքում առաջնային տեղը զբաղեցնում է Excel-ը թե իր տարածվածությամբ, թե շուկայում իր մասնաբաժնում։ Շատ մասնագետների կարծիքով դեռ մոտակա 30 տարում էլ Excel-ն այդ դիրքը չի զիջելու և չի կորցնելու իր պրակտիկությունը։ Խոսելով Excel-ի մասին, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ նրա տրամաբանական կառուցվածքը։ Excel-ի նվազագույն միավորը դա վանդակն է։ Մեր առջևում տեսնում ենք վանդակները, որն ունի հասցե։ Հասցեն որոշվում է վանդակի սյան ինդեքսով և տողի համարով և երևում է էկրանի ձախ վերևի անկյունում, ահա այս մասում F10, I4, I2 և այլն և այլն։ Մեկ կամ մի քանի վանդակների ամբողջությունը կոչվում է արդեն տիրույթ։ Տիրույթը կարդում են այսպես, նշելով նրա վերևի ձախ վանդակի և ներքևի աջ վանդակի անունները, այսինքն D5-ից F12։ Տիրույթները կարող են լինել համասեռ, երբ մեկ կլիկով վերջացնում ենք դրանց նշումը և անջատ, օրինակ այսպես։ Երբ մենք Ctrl կոճակը սեղմած պահելով մկնիկով նշումներ անենք, կկարողանանք արդեն նշել Excel-ի մի տիրույթ, որը բաղկացած է իրարից անջատ մի քանի կտորներից։ Տիրույթներ են նաև Excel-ի տողերը և սյուները։ Տողերը նշում ենք կանգնելով այս թվերի վրա, մի քանիսը միասին նշելու համար սահում ենք այսպես, իսկ անջատները նշելու համար կրկին Ctrl կոճակի կոմբինացիա։ Տողերը, սյուները նշելու համար գործում են նույն սկզբունքները։ Իսկ հիմա ես Ctrl-ը սեղմած պահելով կնշեմ տարբեր անջատ տողեր և սյուներ։ Excel-ի վերջին տարբերակները մեզ մատուցվել են հետևյալ եղանակով, երբ Excel-ի մեկ շիթում առկա է մոտ 16500 սյուն և 1,048,000 տող։ Եթե այդ երկու թվերը բազմապատկենք, կհասկանանք, որ Excel-ի մեկ շիթում առկա են ավելի քան 17 միլիարդ վանդակներ։ Երբեք և երբևիցե միաժամանակ մեկ շիթում բոլոր այդ վանդակները չի օգտագործել։ Տողերի և սյուների ամբողջությունը կազմում են արդեն շիթը։ Մենք եկանք վանդակ, տիրույթ և շիթ։ Մի քանի շիթերի ամբողջությունը, որոնք գտնվում են մեկ ֆայլում, կազմում են աշխատանքային գիրքը, այդպես է կոչվում Excel-ի ֆայլը, անգլերենում workbook, հայերենում աշխատանքային գիրք, ռուսերենում рабочая книга։ Երբ մենք բացում ենք նոր ֆայլ, տարբեր վերսիաների և տարբեր անձնական կարգավորումների արդյունքում, նոր ֆայլում ի սկզբանե by default
առկա է լինում մեկ կամ մի քանի շիթ։ Ինձ մոտ մեկ է, մյուսների մոտ կարող է լինել 3, նույնիսկ կարգավորումներով կարող է տրվել այնպես, որ միանգամից 7 շիթ բացվի։ Ահա, այս շիթերի ամբողջությունը արդեն կազմում է workbook-ը, մեր ֆայլը։ Մի քանի ֆայլեր, որոնք բացված են, գտնվում են վերջին մակարդակի ենթակայության տակ, դա application-ն է, հավելված է ռուսերենում приложение, ծրագրի մեջ։ Որպեսզի տեսնենք, որ ֆայլերից վերև աշխատում է ծրագիրը, անցնենք view menu և հայդ անենք մեր բացված ֆայլերը։ Սա 1, սա 2 և սա 3։ Ահա հիմա մեր առջև ծրագիրն է, Excel-ը, որի մեջ բացված են ֆայլեր։ Անհայտ անելու համար հիմա մենք կբացենք մեր ֆայլերը։ Խորհուրդ չեմ տա նույնը կրկնել, պարզապես կոնցեպտը հասկանալու համար ցուցադրեմ։ Խնդրեմ, նույնը երևում է նաև այսպես տակը։ Տեսնում ենք, որ Excel-ի մեջ բացված է 3 ֆայլ, հա։ Հիմա, քանի որ անհրաժեշտություն չկա, ավելորդները փակենք և խոսենք շիթերի հետ աշխատանքի մասին։ Շիթերի հետ կարելի է անել հետևյալ գործողությունները։ Շիթերը կարելի է նշել, control-ով կարելի է նշել իրարից անջատ մի քանի շիթ, ինչպես ես հիմա կանեմ։ Նույնիսկ դրանք նշելուց հետո կարելի է միաժամանակ դրանց հետ գործողություն անել, օրինակ ներկել կապույտ գույնով։ Խնդրեմ։ Այդ շիթերը նշելով, control-ով, կրկին եմ հիշեցնում, որ control-ով անում ենք այնպես, որպեսզի միաժամանակ իրարից անջատ մի քանի շիթեր նշվեն և դրանց հետ միաժամանակ կատարվի նույն գործողությունը։ Դրանց կարելի է նաև ջնջել, delete, իդեպ delete sheet սրամանից հետո Ctrl-Z կոճակը չի աշխատում, ստիպված պետք է նորերը ստեղծենք։ Ահա, այս անգամ էլ այս 3-ը գույնով տարանջատենք, ասենք կանաչ, խնդրեմ։ Դրանք կարելի է նաև թաքցնել, hide անելուց հետո դրանք չեն կորում, պարզապես մենք դրանց չենք տեսնում, մինչև անհրաժեշտություն չի առաջանում։ Անհայտ անելու համար շիթերից մեկի վրա աջ կլիկ, անհայտ և վերադարձնում ենք շիթը։ Անհրաժեշտ շիթը։ Ցավոք Excel-ում առանց մակրոների կիրառության անհնար է բոլորը միաժամանակ անհայտ անել։ Խնդրեմ, ես 3-ից 2-ն արեցի։ Շիթերի անունները կարելի է փոխել դրանց մեջ դաբլ կլիկ անելով, օրինակ ես այստեղ կարող եք գրել սեպտեմբեր կամ աջ կլիկ rename մայիս ամիս, այսպես։ Ահա, շիթեր կարելի է նաև ավելացնել առանց այս պլյուս կոճակի։ Պլյուս կոճակով շիթը ավելանում է ակտիվ շիթի ձախ կողմից, եթե վերջին շիթում ենք կանգնած, արդեն աջ կողմից։ Աջ կլիկ insert հրամանից հետո կգա այսպիսի պատուհան, որից հետո մենք կարող ենք տարբեր տեսակի շիթեր ներմուծել ակտիվ շիթից ձախ կողմ։ Խնդրեմ, ձախ կողմում մտավ շիթ 12-ը։ Առայժմ այսքանը շիթերի մասին։ Հիմա ստեղծենք փոքրիկ աղյուսակ, որի ժամանակ էլ կխոսենք արդեն վանդակների, տողերի, սյուների հետ աշխատանքի մասին։ Ստեղծենք մի փոքրիկ աղյուսակ, որում կկատարենք հաշվառում։ Ենթադրենք ուզում ենք պահեստի որոշակի աղյուսակ ստեղծել, պահեստի մնացորդի ապրանքի համար, այսպես էլ շարունակենք, ապրանքի անվանում, ներողություն, անվանում, քանակ, գինը դոլարով, մնացորդ դոլարով և մնացորդ դրամով։
Մենք տեսնում ենք, որ իմ գրածները իրենց լայնությամբ չեն տեղավորվում Excel-ի վանդակների լայնության մեջ։ Եթե չլինեին դրա համար նախատեսված հատուկ հնարքներ, ստիպված այս ամենը կարգավորելու համար ես հատ առ հատ պետք է աշխատեի յուրաքանչյուր սյան հետ նմանատիպ բաներ, մինչև կարգավորումներ տենք։ Բայց մեր բախտը բերել է Excel-ն այս ամենը հաշվի առել։ Եթե ես ցանկանում էի միանգամից բոլոր սյուների լայնությունը բերել մի մակարդակի, ես պարզապես պետք է նշեմ այս սյուները և լուսանցքներից մեկի վրա կատարեմ կրկնակի քլիք, double click։ Խնդրեմ, ինչ կատարվեց Excel-ը յուրաքանչյուր սայն լայնությունը համապատասխանեցնում է դրա մեջի բովանդակության ամենալայն վանդակի լայնությանը։ Նույնը կատարվում է նույն սկզբունքը կգործի նաև տողերի համար։ Եթե ես համարում եմ, որ թեև Excel-ը բոլոր սյուների լայնությունը համապատասխանեցրել է դրանց բովանդակությանը, սակայն այսպես տգեղ է, ես ցանկանում եմ, որ բոլոր սյուները կամ գոնե դրանց մի մասը ունենան նույն լայնությունը, ես պետք է նշեմ այդ սյուները և սյուներից մեկն ու մեկի լուսանցքի հետ այսպես խաղամ։ Ենթադրենք որոշակի տեղաշարժ անեմ, դրանից հետո բոլոր սյուները կդառնան այդ սյան լայնության։ Խնդրեմ, տեսեք ինչ կատարվեց։ Հիմա մենք մասշտաբը մի փոքրիկ փոքրացնենք, տեսակ այս 5 սյուները դարձան նույն լայնության իդեալապես։ Նույնը կկատարվի նաև տողերի դեպքում, տեսեք, լուսանցքը շարժում եմ, բոլորը միաժամանակ դառան մեկ բարձրության։ Ահա։ Եթե ես այսքանից հետո էլ համարում եմ, որ սրանք չափազանց լայն են, ես պետք է գտնեմ հնարք, որպեսզի այս երկար տողերը մի քիչ նեղանան, այս երկար վանդակները մի քիչ նեղանան։ Դրա համար փորձեմ լայնացնել, բարձրությունը մեծացնել մեր առաջին տողի, հույս ունենալով, որ սյուների նեղացումից հետո դրանց բովանդակությունը կծալվի, բայց ես հուսախաբ եմ լինում, քանի որ կրկին նույն պատմություն է։ Որպեսզի այն բանից հետո, երբ ես բարձրացրել էի տողի բարձրությունը և սյան լայնությունը նեղացնելուց հետո այս մնացորդ դոլարով վանդակի մեջ դոլարը մտնի մնացորդի տակ, ես պետք է այդ վանդակներին տամ որոշակի հատկություն, դա wrap text-ն է, wrap text, перенос տեքստը, որից հետո Excel-ն ավտոմատ որոշակի նշաններ է տեղադրում այս վանդակներում և այդտեղ կատարվում են տողադարձեր, որից հետո ես կարող եմ կրկին լայնությունները հավասարացնել, իմանալով, որ ամեն ինչ գեղեցիկ և պատկերավոր կլինի։ Ահա, խնդրեմ, մենք հասանք մեր նպատակին։ Ահա, այսպես։ Կարելի այստեղ չգրել ապրանքի համար, ուղղակի index և այս սյունը այսպես բռնելով նեղացնել։ Ավելի գեղեցկության համար այս վանդակների բովանդակությունները բարձրություն տեղադրենք վանդակի մեջտեղում և նաև բերենք այսպես մեջտեղ, այս գործիքների միջոցով։ Մասշտաբը կարելի է կրկին մեծացնել և փորձենք որոշակի ձևով այս մեր աղյուսակը լրացնել։ Համարներ տանք մեր ապրանքներին, առաջին ապրանք, երկրորդ ապրանք, մինչև 10-րդ ապրանք, սակայն Excel-ն այնքան խելացի է, որ թույլ չի տա, որպեսզի մենք 10 անգամ վանդակում նույն գործողությունն անենք։ 1-2 գրելուց հետո, եթե նշենք այդ վանդակները և կուրսորը բերենք ահա այս քառակուսի վրա, որից հետո գոյանում է խաչուկ, քաշելով ներքև մենք մինչև 10-ը կլրացնենք։ Ահա, խնդրեմ Excel-ի հատկություններից մեկը։ Պրոգրեսիայով լրացրեց 1-ից 10 վանդակները։ Եթե ես այստեղ պարզապես գրեմ ապրանք 1 և սա փորձեմ տարածել, Excel-ը խելացի կերպով, իդեպ մեր ոչ բոլոր վանդակներն են նույն բարձրությամբ, ահա, խնդրեմ,
Excel-ը խելացի կերպով կհամարակալի նաև դրանք։ Դե եկեք որոշակի քանակներ նույնպես շնորհենք ապրանքներին, առաջինից 450 հատ, երկրորդից 125 հատ, սա պատահական մուտքագրենք 750 հատ, մյուսից 500 հատ, մյուսից 300 հատ, մյուսից 320, այսպես, խնդրեմ, մենք լրացրեցինք, նաև գներ շնորհենք, ենթադրենք բոլորի գինը $5 է, հա, $5, նույնպես կարիք չկա ամեն ինչ հատ-հատ գրելու, կամ սա կպաճենենք, կնշենք մնացածը, Ctrl-V կանենք և այսպես էլ կլինի, կամ էլ 5, նույն այդ խաչուկով կտարածենք, $5, մնացորդը դոլարով հաշվելու համար անհրաժեշտ է մտցնել բանաձև, մինչ այս հաշվարկները կատարել է, ես կխոսեմ Excel-ի օպերատորների մասին և մենք կրկին կվերադառնանք այս հաշվարկներին, մինչ այդ որոշակի ձևով ֆորմատավորման ենթարկենք մեր աղյուսակը, այս առաջին տողը որպես շապիկ կարելի է առանձնացնել ներկելով, ենթադրենք այսպիսի կանաչով և օվանդակությունն էլ սպիտակ, նաև կարելի է բոլդ անել, կարծում ավելի լավ է սրանք ձախ կողմում լինեն, այստեղ որոշակի լայնացումներ անենք, տողը դարձ աշխատում է, կարելի է նաև ամբողջ աղյուսակում բանդակների եզրույթները ուրվագծել այս գործիքներից մեկով, այս գործիքն օրինակ ուրվագծում է մեջ selection-ի ընտրանքի ներսի բոլոր բանդակները, խնդրեմ, օրինակ այս մյուսը դրսից, ամբողջ ընտրանքի դրսի բանդակներն է, ուրվագծում հաստ, տեսնում ենք ինչ կատարվեց, կարելի է այս ամեն ինչը ներսի հատվածը նաև ներկել ինչ-որ բաց դեղին գույնով, անցնենք այստեղ, տեսնենք որ դեղինն է ավելի հաճելի, ենթադրենք այսպես, ամեն դեպքում երևի վառ դեղինն ավելի հաճելի էր, կամ կապույտը, բաց կապույտը, լավ, այսպես, նախքան հաշվարկների կատարումը խոսեմ օպերատորների մասին, Excel-ի օպերատորները բավականին շատ են, կխոսենք առավել կարևորների մասին, մանավանդ երբ սա բազային գիտելիքների համար թեմատիկ դաս է, գումարման օպերատորը սա է, Excel-ում, հանման օպերատորը մինուս նշանը, բազը պատկումը աստղանիշը, բաժանումը, այս, այս նշանը, տոկոսի օպերատորը սա է, հավասարության, անհավասարության օպերատորներն են, հետևյալ օպերատորները հավասար են, ստորակետներով տարանջատեմ, մեծը, փոքրը, մեծ կամ հավասար է օպերատորը, փոքր կամ հավասար է օպերատորը և հավասար չէ օպերատորը, այսպես, double click ավտոմատ կերկարի և փակագծերը, այս օպերատորները, հիմա եկեք որոշակի գործողություններով դրանց կիրառումն անենք, եթե C 2 գրենք 5, D 2 գրենք 15, այստեղ էլ գրենք 36, իսկ F2-ում կիրարենք հասարակ բանաձև, յուրաքանչյուր բանաձև Excel-ում սկսում է հավասարության նշանով, որից հետո անհրաժեշտ է կամ ձեռքով գրել թվերի գումարը, որոնք կլինեն կոնստանտներ կամ հղումներ, կամ կլիկ անելով, երբ Excel-ը ավտոմատ մեր փոխարեն կգրի հղման հասցեն, որին կուզեմ գումարել այս մյուսը և կուզեմ գումարել այս մյուսը, խնդրեմ, հաշվարկը կատարվեց, այս 3 թվերը կարելի է նաև
քաշել ներքև, տարածել, խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հետևյալ Excel-ի հատկությանը, ես կրկին անգամ շմուտքագրեցի սրանք, պարզապես տարածեցի, հաստացի, պատճենեցի։ Եվ այս վանդակում էլ կատարենք արդեն հանումներ, օրինակ, այս մեկից հանած սա, հանած սա և մեկ հատ էլ հանած իմ ուզած կոնստանտ 45 առանց դիմելու որևէ հղման։ Այսինքն այս 45-ը չի փոխվելու։ Իսկ եթե տվյալ վանդակներում փոփոխություններ կատարվեն, օրինակ 15-ը դառնա 20, արդյունքը նույնպես կփոխվի, քանի որ սրանք փաստացի փոփոխականներ են հղումներով։ Բազմապատկումը, եկեք հիմա էլ դիմենք բազմապատկման գործողության, ահա, սա անգամ, սա, այս անգամ այս երկուսն անենք, խնդրեմ 100, 5 անգամ 20, 100, սա ավելորդ էր։ Եկեք տարածենք ներքև և մեկ հատ էլ բաժանմունք կիրառենք, ենթադրենք, դե 5-ը բաժանած 5-ի, խնդրեմ 4։ Տոկոսի օպերատորի համար գրենք 1000 և 10։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին, եթե ես գրեմ, օրինակ, 1000 անգամ 10, պատասխանը բնականաբար կլինի 10,000, սակայն եթե ես D6-ից հետո տեղադրեմ տոկոսի օպերատորը, դա նշանակում է, որ մենք 10-ը վերածելու ենք 0,1-ի, հետևաբար 1000 անգամ 0,1 պատասխան 100, պատասխան 100։ Տոկոսի օպերատորը օգնում է Excel-ին բացատրել, որ տվյալ հղումը պետք է փոքրացվի 100 անգամ։ Եկեք նույնիսկ այսպես անենք, 1000 անգամ 15 տոկոս, 15% արտահայտությունը իրենից փաստացի ներկայացնում է 0,15, 100 անգամ փոքր, կանց մենք տեսնում։ Ահա, հավասարության, անհավասարության օպերատորների կիրառման համար եկեք այստեղ գրենք ևս մեկ քանի թիվ 5, 6 և 3, 5, 6 և 3։ Խնդրեմ, եթե մենք վանդակում գրենք հավասար է C7-ը հավասար է D7-ին, սա կնշանակի, որ մենք ստուգում ենք հետևյալ արտահայտությունը, ճիշտ է թե սխալ։ Excel-ը մեզ վերադարձնելու է պատասխան, true կամ false, ելնելով այն բանից, թե այդ պնդումը ճիշտ է թե սխալ։ Excel-ն ասում է, որ սա սխալ է, false, այո, ահա, հիմա ես մի քանի տող ավելացնեմ, տողեր ավելացնելու համար կանգնում ենք, նշում ենք այն տողը, որից վերև պետք է տող ավելանա, աջ կլիկ և insert, insert-ից հետո ունենում ենք ավելացված տող։ Մի քանի տողի ավելացման անհրաժեշտության դեպքում կարիք չկա անդադ նույնն անել, վերջի գործողությունը Excel-ը հիշում է և F4 կոճակը սեղմելով մենք կարողանանք ավելացնել մի քանի տող ևս։ Կիրառենք բոլոր օպերատորները։ Հավասար է օպերատորը արդեն առանձին տեսանք, բացի այն, որ հավասարը մի օպերատոր է, որով սկսվում է ցանկացած ֆորմուլա, այն ծառայում է նաև հավասարության, անհավասարության պնդումների ճշմարիտ կամ ոչ ճշմարիտ լինելը պարզելու համար։ Ահա, հաջորդը, ես այստեղ կպնդեմ, որ 5-ը մեծ է 6-ից։ Excel-ը կասի false, մենք ստում ենք։ Իսկ եթե պնդեմ, որ C7-ը մեծ է ոչ թե D7-ից, այլ E7-ից, սա կարելի է, այս D7-ը եթե տեսնում եք կարմիր է նաև D7-ը ուրվագծող վանդակը խմբագրման ռեժիմում, կարող եմ ձեռքով չփոխել, այլ պարզապես կուրսորով բռնելով այս եզրը քաշել E7-ի վրա։ Այս պնդումը, որ 5-ը մեծ է 3-ից, արդեն ճիշտ է, Excel-ը վերադարձնում է true։ Ռուսական Excel-ում истина բառը դա true է, իսկ ложь, այսինքն false։ Ահա, մյուս օպերատորը կիրառենք, փոքր, մենք պնդում ենք, որ 6-ը փոքր է 3-ից, Excel-ն ասում է սխալ եք պնդում, հա,
Մյուս օպերատորը մեծ կամ հավասար։ Մենք պնդում ենք, որ C7 անգամ 5 անգամ 2 բաժանած ինչի բաժանենք 10-ին, ներողություն, բաժանած 10-ին, այս արտահայտությունը վերցնենք փակագծերի մեջ, կամ գուցե կարիք չկա, ենթադրենք փոքր է 5-ից։ Excel-ն ասում է false, տեսնենք ինչպես հաշվարկը կատարեց։ Եթե անցնենք ֆորմուլաս ներդիր կանգնած լինելով բանաձևը պարունակող բովանդակի վրա, evaluate ֆորմուլա գործիքի մեջ կարող ենք քայլ առ քայլ տեսնենք Excel-ը ինչպես է սա հաշվել։ C7-ը վերածեց 5-ի, 5 անգամ 5 25, 25 անգամ 3 75, 75-ը բաժանած 10-ի 7.5, որը փոքր չէ։ Այսպիսի արտահայտությունները, որոնք վերջիվերջո դառնում են true կամ false, շատ անհրաժեշտ են տրամաբանական ֆորմուլաների կիրառման ժամանակ, որոնցից ամենահայտնին Excel-ի հայտնի if-ն է։ If-ը աշխատում է ելնելով նրանից, թե իր առաջին արգումենտի պնդումը ճիշտ է, այսինքն true է, թե false, այսինքն սուտ է, ճշմարիտ չէ։ Մենք հաստատի ուզում ենք կիրառել մեծ հավասարի օպերատորը, իրականում, ահա, պնդումը դառավ ճիշտ։ Այսպես, մի հատ էլ փոքր հավասարը կիրառենք։ Ենթադրենք այս անգամ պնդում ենք, որ D7-ը փոքր է հավասար 6-ից։ Ճիշտ է, քանի որ փոքր հավասար նշանակում է փոքր կամ հավասար։ Եվ վերջապես հավասար չէ։ Եթե մենք պնդենք, որ 5-ը հավասար չէ, C7-ը հավասար չէ 8-ին, Excel-ը կասի, որ ճիշտ ենք պնդում։ Իսկ եթե հակառակը, ապա Excel-ը կասի, որ սխալ ենք պնդում։ Այսքանը օպերատորների մասին, չէ, ներողություն, մենք ունենք նաև փակագծեր։ Փակագծերի օպերատորը որոշում է հաշվարկների առաջնայնությունը։ Սրա պատկերավորության համար կատարենք երկու տեսակի հաշվարկ։ Եթե մենք 4-ը բազմապատկենք 5-ով և գումարենք 6, Excel-ը կպատասխանի, որ սրա պատասխանը 26 է։ Իսկ եթե 4-ը բազմապատկենք փակագծերի մեջ վերցրած ներողություն, չեմ հիշում այնտեղ ինչ արեցի, 4 անգամ 5 գումարած 6, ահա, 5 գումարած 6-ով, ապա Excel-ը կպատասխանի 44, ինչու՞մն էր տարբերությունը։ Պարզապես փակագծերի մեջ վերցված արտահայտություններն Excel-ը կատարում է առաջին հերթին։ Իսկ երբ փակագծեր չկան, կան որոշակի առաջնայնություններ, օրինակ բազմապատկումը միշտ կատարում է ավելի շուտ, քան գումարումը։ Այստեղից էլ հետևյալ տարբերությունը, ինչպես մաթեմատիկայում մի խոսքով։ Փակագծերի կիրառումը մենք տեսանք։